Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Դևշիրմեից մինչև թվային արխիվն է ինքնության ջնջման ներկան պատմություն բացահայտված Թուրքիայի պետության կողմից։ Արամ Կարամանուկյան, սիրիական բանակի հիմնադիրներ ամինը, Հալեպա հայաշատ հատվածում բախումներին էլ Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը չեղյալը հայտարարվել։ 44 օրյա պատերազմում զոհված հերոսին տոնը հրդեհվել է, իրեք հանճապահած խոխեքը օգնության կարիքոնին։ Ծանոթացիկ Վահե Կոստանյանին, դիզայներ վերվավերագրումա Հայաստանը չկորչող համերգործվածքները, հայկական գաթան ավանդույթ վերը միավորմա սերունդները։ Թուրքիայի կառավարության կողմից իդևլեթ հարթակում գործարկված գենեալոգիական ծառայությունը վերը թույլատամ քաղաքացիներին հետագծել իրենց ծագում մինչև 19-րդ դար առաջացրել է ինքնության լուրջ ցնցումներ։ Այս երևույթը հնարավոր է հասկանալ մենակ Օսմանյան կայսրության վաղ շրջանից գործող Դևշիրմե համակարգի համատեքստում։ Դևշիրմեն քրիստոնյա խոխորձ բռնի հավաքագրում այլել իրենց ընտանիքներից խլում, իսլամացում պետական համակարգում ներգրավում։ Համակարգված ձևը ոչնչացում այլել սերնդակցման կրոնական մշակութային ինքնությունը։ Չնայած ժամանակակից իրավունքի ձևավորումից առաջինելուն դրա մեխանիզմները համապատասխանում են այն գործողություններին, վերսօր դասակարգվելու են որպես մարդկության դեմ հանցագործություն է։ Պատմաբաններ շեշտում են Դևշիրմեի ու հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջև կառուցվածքային շարունակականությունը, խոխորձ առևանգումը, հարկադիր կրոնափոխությունը, որդեգրում մահմեդական ընտանիքներում ինքնության ու անունների փոփոխություն։ Այս ծպտյալ հայերի ժառանգները սորի հայտ ընկյամ հենց թուրքական պետական արխիվներում։ Օսմանյան ու հանրապետական բնակչության գրանցումները վերմասամբ հասանել են տռալ իդևլեթի միջոցով պահպանալն այդ խզումների փաստերը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից նման վարչական փաստաթղթերը կարևորապացույցներ են զանգվածային հանցագործությունների դիտավորությունը համակարգված բնույթը հաստատելի հետի։ Բացահայտումները առաջացրել են ժամանակակից հիշողության ճգնաժամ, հատկապես ազգայնական միջավայրերում, որտեղ արխիվային փաստերը հակասում են պաշտոնական պատմական նարատիվին։ Իդևլեթ հարթակը կամա թե ակամա սարքումա տեսանելի այն, ինչը վեր դարեր շարունակ փորձել են ջինջին սերնդակցման շարունակականության խզումը Դևշիրմեից մինչև 20-րդ դարի ցեղասպանությունն է, այն ինչ վեր փորձել են վերացնի բռնությունով սոր հաստատվում է արխիվներով Արմենակ Աբրահամյան։ Արամ Հակոբի Կարամանուկյանը ծնվել է 1910 թվականի մայիսի 1-ին Այնթաբ Հալեպա վիլայեթում ու մահացել է 1996 թվականի դեկտեմբերի 23-ին Ֆորթ Լիում Բերգեն շրջանում Նյու Ջերսի նահանգում Ամերիկայում Սիրիա բանակի հայազգի գեներալ լեյտենանտ իրավաբան։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության անհետը ընտանիքով հաստատվել է Հալեպում։ Արամ Կարամանուկյանը սիրիական բանակի գեներալ լեյտենանտ այլել ու Սիրիայի զինված ուժերի հիմնադիրներ ամինն այլել։ 1940-ականներին ինքը տարալ է սիրիական բանակում հրամանատարական պաշտոն զբաղեցրած առաջին հայ սպան։ 1946 թվականին Սիրիայի անկախացումից ու ֆրանսիական զորքերի դուրսբերումից հետո Կարամանուկյանը միացալ է Սիրիայի ազգային բանակին։ 1949-ին նշանակվել է հրետանու գլխավոր հրամանատար, իսկ 1953 թվականին ստացել է գեներալի կոչումը։ Ինքը երկար տարիներ մնացել է սիրիական բանակում։ Այդ մակարդակի մենակ հայ սպան արժանանալ է բազմաթիվ պարգևների ու պատվո մեդալների, ոչ միայն Սիրիայից, այլև Լիբանանի, Եգիպտոսի ու Ֆրանսիայի կառավարություններից։ Զինվորական ծառայությանը զուգահեռ Կարամանուկյանը զբաղվել է նաև գրական գործունեությունով, հեղինակել է մի քանի գրքեր, որտեղ արտացոլել է իր կյանքի փորձն աշխարհայացքը։ Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, սրա մասին հայտնում է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրելյանը։ Վերափոխանցումով քաղաքը Երևանից հանդարտ չի, քրդական ուժերի իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցությունները ըստ էության արդյունք գրանցել չեն ու քրդական կողմը դիմալ է ռազմական գործողությունների։ Գաբրելյանի նշելով, այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր ու հրետանի։ Ինքը ընդգծում է վեր քրդական երկու շրջանը անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչին դերդան ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքին իրա։ Իրեն տեղեկացումով առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացվող պատարագին, թեմակալ առաջնորդը ընդունել է հավատացյալների շնորհավորանքները, բայց կեսօրի մոտ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ու ներկայումս քաղաքը համարյա թե ամայի է։ Կեսօրանը ետը արդեն նահանգապետի կողմից հայտարարվել է վեր կապը մնական շկոլներն պետական հաստատությունները ու կարգադրվել է հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասը, տնանան դյուշ չի կել, սակայն խորհրդատրվում զգուշինել։ Փաստ ինֆոն տեղեկացրել է Մարիա Գաբրելյանին։ Հունվարի 6-ին արտակարգ դեպք այլել Արարատա մարզումը։ Ժամը 3:30-ին Արևելյան Հայաստանը ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգաստացվավ վեր Մասիս խոշորացված համայնքի նոր խարբեր բնակավայրի տներից մեկումը հրդեհ բռնկվել։ Շամշյանքոմը հայտնում է, տուժածներ կան վեճ, բայց տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ տարալա ոչ պիտանի։ Ցավոք մոխրի է վերածվել նաև տանտիրոջ Արցախյան 44 օրյա կռվում նահատակված լեգենդ տարած հերոս 31
41-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։ Մենակ հրաշքավ նիչիկացալ հերոսի մեծադիր նկարը։ Ընտանիքը բազմանդամ է՝ 3 անչափահաս, 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7 տարեկան Էլենը, Թոշակառու պապան ու ընտանիքի մնացած անդամները վեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրանց բարիկամների տներում, մինչև Կարին լուծին առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի։ Աղբյուրը հայտնում է, վեր հերոս Գևորգյանը զոհվել է 2020 հոկտեմբերի 20-ին։ Վահե Կոստանյանը դիզայներ է, ազգագրագետ ու մշակութային հետազոտող, իր ստեղծագործական ուղին ձևավորվել է գյուղական միջավայրում բնության գույների ու հայկական ավանդույթների ազդեցությունով։ Իրան գործերի առանցքում հայկական տարազնա վերը ինքը դիտարկում է ոչ թե որպես անցյալ, այլ կենդանի մշակույթ։ Ավելի քան 10 տարի Վահեն հավաքում ու վավերագրում է գյուղական պատմությունները, հագուստի ձևերը ու տեսն է, հավատալա վերազգային հիշողությունը պահպանվում է մանրուքների մեջի։ Իրան ստեղծած ACMA Armenian Fashion Design Studio-ն համադրում է գիտական ճշգրտությունով վերականգնված հայկական տարազը ժամանակակից դիզայնի հետ։ Բացի հագուստից Վահեն ուսումնասիրում է նաև հայկական կուխնին, համարել է մշակութային ինքնության անբաժանելի մաս։ Իրան նախագծերն հետազոտությունները սորմած հետաքրքրություն են առաջացնում համ Հայաստան, համ էլ Սփյուռք, նպաստելով հայկական մշակույթի վերաարժևորմանը, փոխանցմանը հաջորդ սերունդերին։ Հայկական գաթան սերունդների կապողողակա սրքելիս մծերը պատմում թահունցն լալյուրանց մամանենա բաբոնեն գաթա թխելիս թոնրին մեջին հալա, իսկ խոխերքա անհամպերս պսելիսին լալ պերվի կտորին։ Այս ավանդույթը շարունակում է նաև սոր ժամանակակից խոհանոցներում, բայց նույն հոգով։ Ամանորի նախորեին գաթայի պատրաստումը հաճախ դառնում է ընտանեկան արարողություն, շտեղ սաղ ունին իրանց դերը, մինը խմորն է հունցում, էմինը միջուկն է սարքում, իսկ երրորդը ձևավորում է գաթի մակերեսը։ Հատուկ ամանորյա գաթան շուշուտ ունենում է նաև կուճիր գախնիկ, մետաղադրամ կամ նշան վերքցում գաթին մեջը, համարվում է վեր հյուրբաժինը անկնում այդ կտորը տարեն հաջող ու բարի է ինյական ուրան հետի։ Այս սովորությունը հայկական գաթային տամա ոչ միայն համային, այլև խորհրդանշական արժեք։ 2026-ի տոնական սեղանին հայկական գաթան տառնում է հույսի, հավատքի ու լավ ակնկալիքների կրող։ Հիշեցնում է վեր ամեն տարի սկսում է թեզա էջ, բայց քյոհնյա ավանդույթները շարունակում են մեզ ուղեկցելը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։